Մեծարգո վարչապետ, նախորդ կառավարության հետ հարցուպատասխաններից մեկի ժամանակ մենք անդրադարձել ենք Հովանավանքի Տեր Արամ Քահանա Ասատրյանին այն հանգամանքով, որ նրան պատրաստվում են կարգալույծ առնել, ըստ էության ճիշտ ու բաստ խոսքի, ինչպես նաև իր եկեղեցական պարտավորությունները բարեփոխորեն իրականացնելու համար։ Դրանից հետո երեք մեր մտահոգությունները իրականացվեց եւ Տեր Արամ Քահանան կարգալույծ հռչակվեց եւ դրանից հետո դուք հայտարարեցիք, որ պատրաստվում եք առաջիկա կիրակի օրը մասնակցեք Հովանավանքում հենց Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ Պատարագին, ցանկանում եմ ճշտել, ինչ հանգամանքով է պայմանավորված ձեր այս որոշումը։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ հարցի համար Տիկին Ղազարյան, ընդհանրապես կարծում եմ ի սկզբանե, երբ ես խոսել եմ վեհարանը վեհի նախաձեռնության մասին, դրա առանցքային պատճառներից մեկը այն է, որ ըստ էության այսօր Հայաստանում հոգևոր կյանքով ապրելու տեղ կամ չկա կամ շատ դժվար է գտնել մեզ հայտնի պատճառներով, որովհետև այդ թվում եւ այդ խնդրի արծարծման կարևորագույն պատճառներից մեկը դա էր, որ արձանագրումներ, որ մի կողմից մենք խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք եւ դա աներկբա է, մյուս կողմից հարցը հետեւյալն է, որ հանրության արժեքների էպիկենտրոնը ախտոտված է, ինչպես է հնարավոր, որ դա տեղի ունենա։ Այս իրադարձությունները, որոնց ես հետևում էի, եկան համոզելու ինձ, որ Հովանավանքը այնտեղն է, որտեղ կարելի է ապրել հոգևոր կյանքով եւ վերջին ամիսներին տեղի ունեցածը ինձ համար նման փաստարկ էր եւ ես պարզապես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը Տեր Արամ Ասատրյանն է եւ ում գործունեությունը փաստորեն մենք տեսանք ինչ տեղի ունեցավ ամբողջ այդ վարկաբեկման ապարատը, որը ինչպես իմացանք այս ընթացքում Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ գործում է, փաստորեն չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի հոգևոր գործունեությունը եւ դա հիմնավորում է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են Հովանավանքում հոգևոր կյանքով ապրել։ Իմիջիալոց մի այսպիսի նրբություն, որի վրա ուզում եմ ուշադրություն հրավիրել, եւ սա կարծում եմ կարող է դառնալ մեր օրակարգի սպասարկման մի հոգևոր կյանքի վերականգնման սպասարկման մի ուղղություն, եթե ես ճիշտ գիտեմ, Հովանավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են կառավարության հաշվեկշռում եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տված հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցում։ Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերի, ոնց էին անվանել, հաջող ձևակերպում կար, ֆեյքերեցների, թե երեց ֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք, կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին եւ նրան նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը եւ ես ինքս էլ որպես քաղաքացի հոգևոր կյանքի անհրաժեշտ հարթակի անհրաժեշտություն տեսնում եմ եւ կարծում եմ իմ փնտրտուքներն էլ տեսանելի են
Եվ կարծում եմ, որ համեն դեպս նախնական տպավորություն կա, որ այդ տեղը գտնվել է, ես իմ տպավորությունները կփորձեմ անձամբ ստուգել։ Արձագանքից հետո մի բան էլ կասեմ։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ըստ էության Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հոգևոր առաջնորդի փնտրտուքի մեջ են իրականում, որովհետև որևէ մեկի ինչքան էլ փորձեցին արատավորել Տեր Արամին Հուդա եւ այլն անվանակոչելով, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին աջակցելու է այս հոգևոր առաջնորդությանը, որ դուք ուզում եք առաջնորդնել, եւ ես եւս ցանկություն ունեմ եւ անպայման մասնակցել եմ այդ պատարագին։ Ինչ վերաբերում է կարգալուծությանը, գիտեք, կարգալույծը չի կարող կարգալույծ անել։ Կտրիչ Ներսիսյանը ինքը կարգալույծ է, որ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելով ակնհայտ փաստի բերումով։ Նա ոնց կարա որևէ քահանայի կարգալույծ անի, միջև, այսինքն դրանից հետո էլ առաջ էլ, թող դա հանրությանը բացատրի, որտեղից եւ ինչպես ինքը ունի կինդ եւ երեխաներ։ Եվ այլն եւ բազմաթիվ նա հանրության շատ հարցերի պետք է, նա ոնց կարա մարդ կարգալույծ անի, ինքը կարգալույծ է։ Ինքը ես որպես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, այս ամբիոնից հայտարարում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, ինքը հոգևոր դասի մեջ չի, ինքը ընդամենը մարդ է, որը բռնազավթել է մայրաթոռը մի խումբ իր նման կարգալույծ խմբակի հետ, եւ մենք որպես հանրություն իրավունք այդ բանն էլ, որ ասում են եկեղեցի կառավարություն բանը, կոնֆլիկտը, մենք ոնց կարանք մեր եկեղեցու հետ կոնֆլիկտ ունենանք։ Ես ասում եմ, Հայաստանյան առաքելական եկեղեցին իմ սրբությունն է, ես իմ սրբության հետ ոնց կարամ կոնֆլիկտ ունենամ։ Մենք կոնֆլիկտ ունենք Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պղծողների հետ։ Նրա ուխտը ոտնահարողների հետ եւ բոլոր այդ մարդիկ կարգալույծ են։ Եվ այո, ես կգնամ եւ հաղորդություն կընդունեմ, եթե կարգալույծը է արել, այդ նշանակում է, որ այդ կարգալույծության օրը Տեր Արամը եկեղեցու կողմից եկեղեցին ժողովուրդն է։ Իրական օծման օրը հենց այդ օրն է եւ որպես նոր օծված քահանա ես պատրաստ եմ եւ ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ, որովհետեւ եթե կարգալույծը նրան կարգալույծ է արել, այդ նշան ապացույցն է նրա քահանա օծված լինելու եւ ես համարում եմ, որ հոգեվոր կյանքի մեծ հավանականության իմ հոգեվոր կյանքի տեղը գտել եմ։ Հիմա ես այսօր բան եմ անում, կարդում եմ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի հայտարարությունները, ասենք այդ կինոյի վերջի հետաքրքիր դրվագներ նկարահանման ընթացքից, կադրեր, որ դուրս են մնացել կինոյից։ Հասկանում եք, կինոն ավարտվել է, իրանք շարունակում են այդ կինոն ավարտվել է, այդ բանի, այդ բանից խոտանված կադրերը հանում են հետևից կպցնում, խոտանված կադրերը հանում են հետևից կպցնում, ու այդ կինոյի սցենարը նրա մասին է, որ Հայաստանը կործանվում է, որովհետև իրենք իրանց բանով, իրանք սոցիալ հոգեբանությամբ իրանց գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Երբ որ Հայաստանը չի կործանվում, իրանք չեն կարողանում այդ Հայաստանի հետ հարաբերվել, որովհետև իրանց կուլտուրան կործանվող Հայաստանի հետ հարաբերվելն է։ Եվ իրանք դա ինքնապահպանության բնազդն է, որպես իրանք լինեն, պետք է լինի Հայաստանի կործանման սցենարը։ Երբ որ չկա Հայաստանի կործանման սցենարը, տեսեք, հիմա ի՞նչ է տեղի ունեմ, ես ներողություն եմ խնդրում, շատ ճիշտ դիտարկում էր արել, պարոն Ռուբինյան նոր բանից տենց պարապությունից սոցիալական ցանցի էջը, ինչի ընդդիմությունը ինչի է բացակա, որովհետև սենց իրանց բոլոր թեզերը ջարդվել են, սրանից առաջ էլ են ջարդվել,
Դրա համար է, որովհետև բանը իրանց մոտ այդ վերջին կադրերն էլա պրծնում, չկա, որ բերենք հետևից կպցնեն եւ ասեն հետաքրքիր դրվագներ, որովհետև հիմա իրան գան ինչ հարցնեն։ Չի կարա տենց անընդհատ բան խոտանված կադրերով քաղաքականություն վարել, խոտանված կադրերով կինոն շարունակել, որովհետև մարդիկ ձանձրանում են։ Իսկ այս պատմությունը, այն պատմությունը, որը մենք ենք ներկայացնում, այդ պատմությունը հետաքրքիր է, ինչի, երկու պատճառով, որ ինքը նախ նոր է սկսել եւ իր մեկնարկի եւ շարունակության տրամաբանությունը բոլորովին ուրիշ բանի մասին է։ Այս է ամբողջ պատմությունը։ Այնպես որ մի զարմացեք, որ մարդիկ ասում են, կործանվում է, այս անում են, նայում ես, ասում ես, լսի, այս ինչի մասին են խոսում։ Հա 20 թվին դրա մասին խոսեն, 21, 22 եւ այլն եւ այդ հասկանալի է։ Բայց եթե մի բան կործանվել է, այդ կործանվել է իրանց ալգորիթմը Հայաստանի իրանց պատկերացումների ալգորիթմն է կործանվել։ Իսկ այսօր Հայաստանը ծաղկող, զարգացող, ինքնիշխան, անկախ, ինքնուրույն պետություն է։ Ինքնուրույն չի նշանակում, ինքնուրույն նշանակում է կամ մեկ էլ ասում են Հայաստանի կառավարությունը շարժում է, ասում է դե բանը Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ասում են դրանով է առաջնորդվում։ Հայաստանի կառավարությունը ես կուսակցության 7-րդ համաժողովում իմ ելույթում առիթ ունեցա մանրամասն ցույց տալ։ Մենք շարժվում ենք մեր ժողովրդի ասածով։ Մենք անում ենք այն ինչ որ մեր ժողովուրդը ուզում է։ Բառից բուն իմաստով։ Հակառակ դեպքում մենք 2021 թվականին ընտրվելու շանս ո՞նց կունենայինք։ Շաբաթը 4 անգամ հեղափոխություն էին անում, բայց հեղափոխությունները ինչի չեն հաջողվել։ Հայ առաքելական եկեղեցու բռնա զավթածների մասին ենք խոսում։ Ես էլի ասում եմ, մեկը հարց չի տալիս։ Իբր Կտրիչ Ներսյանը իր անունը դրել է ամենայն հայոց կաթողիկոս։ Ամենայն հայոց կաթողիկոսը վեր կենա ասես կառավարության եւ այս կուսակցության օգտին մի քվեարկեք ժողովուրդ եւ այլն, այդ կուսակցությունը գնա ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանա։ Այդ ժամանակը Կտրիչ Ներսիսյանը կարգալույծ եղել, որ հայ ժողովուրդը իրան ասել է դու ով ես ընդհանրապես։ Դու քեզնից ինչ ես ներկայացնում ընդհանրապես։ Այս բան չի, այս գիտակցված չի։ Ժողովուրդը իրան կարգալույծը արել վաղուց։ Եվ մենք որպես ժողովրդի լիազոր ներկայացությունը պետք է այդ վճիռը պետք է կատարածվի։ Բայց ոչ նենց որ ուզում են բռնություն, տեսարաններ, բան, ոչ մի բռնության կարիք չկա։ Պետք է ընդամենը իրողությունները արձանագրել։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված է մենք տենց պրոբլեմ ունենք։ Որովհետև ժողովական կառավարում ընդհանրապես չկա, եկեղեցին համայնքն է, հարգելի գործընկերներ։ Եկեղեցին համայնքն է։ Ոնց համայնքը հոգևոր հոտը իրավունք չունենա, որոշումների վրա ազդել, ով է իր թեմի առաջնորդը, ով է իր քահանան, եւ այլն եւ այսպես շարունակ։ Ընդհանրապես մեր եկեղեցին էլ ոչ թե մեր եկեղեցին, այսօրվա եկեղեցական վերնախավը ոչ մի կապ չունի ժողովրդի հետ, ոչ մի հաշվետվողականություն չունի ժողովրդի հետ։ Դրա համար էլ մենք բանը ու ես դա նորմալ եմ համարում։ Ես չեմ փոխում դրանից։ Ասենք մի հատ նոր, եթե ժամացույց ես կապում, պետք է 3 տարի բացատրես այդ ժամացույցը որտեղից ես կապում եւ դա նորմալ է եւ դա մենք ենք այդ համակարգը ստեղծել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հայտարարագրում, չգիտեմ, այլ մեխանիզմներ, ESN, ՀԿ-ների, գնումների, մամուլի ազատություն, մեր օրոքա Հայաստանը խոսքի եւ մամուլի ազատության ռեյտինգներում աշխարհում առաջատար դեր բանանում։
Բայց հասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայելու մեջ տեսել եք ընդհանրապես։ Եվ սա այս խնդիրները պետք է լուծվեն, Հայաստանը չի կարող զարգանալ առանց այս խնդիրների լուծման։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը, ոչ մի բան, ոչ ով է հարց տալիս։ KGB-ի գործակալը ու հիմա նոր Նախճեվանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա, ոչ հենց տենց էլ պետք է լինի։ Այս կներեք խելագարություն ասենց բան ոնց կարա լինի։ Մի հատ էլ ասում են ոնց բանի կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք։ Ոնց կաթողիկոսը անձնական կյանք ունի, այսինքն վարչապետը անձնական կյանք չունի, չի կարա ունենա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա։ Էսա կսկսեն բանի եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել։ Միջազգային բաներով, կոնվենցիաներով։ Բա հարցազրույց եղավ եկեղեցու սպասավոր, ով ներսից գիտի, ասում է բանը ինչ որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ հլա չի էլ հետաքրքրում ավանդական, ոչ ավանդական, որտեղ ինչ է շնակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետք է ունենա։ Ու ոնց Հայաստանում մարդ կա, որ մտածում է կարա ուրիշ բան տեղի ունենա, Հայաստանում մարդ կա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Ինքը ուրեմն բանն է, այդ բանի եզրասի, այդ բանի գործակալական ցանցի անդամ է, ուղիղ կամ անուղղակի։ Մեկը մեր մասին մի հատ հայտարարություն անի, ասի տեսել եմ բանում անտառում փռշտալիս։ Լսեք, ամիսներով կքննարկեն։ Հիմա մեկը KGB-ի գործակալ է, մեկը բան է։ Քահանաների հետևից հանգնում ձեռներակցում, լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի։ Այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Աղբերը, որ KGB-ի գործակալ է, որևէ բացատրություն տվել է։ KGB-ի գործակալը մեզ հայրենասիրություն բացատրողն է, մեր ազգային ինքնությունը մեզ բացատրողն է։ Ու մարդիկ ստենց սովորական բան են անում, հա, ստենց ապրում են իրանց համար, հա։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակա, մեկը բան, մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ է եղել, հա, իրանց անձնական կյանքն է։ Ու մենք եկեղեցու դեմ պայքար ենք տանում, մենք կոնֆլիկտ ունենք եկեղեցու դեմ, եկեղեցին բոսյակն է եկեղեցին։ Բոսյակը եկեղեցին է, սեռական մոլագարը եկեղեցին է, Գանձագողը եկեղեցին է, KGB-ի գործակալը եկեղեցին է։ Լսեք, ես կյանքս կդնեմ դրանցից իմ սրբությունը, մեր սրբությունը ազատելու։ Եթե նույնիսկ մենակ մնամ, ես պրոբլեմ չունեմ։ Պետք է ամեն մեկը որոշում կայացնի, լավ էս ինչ ձև է։ Էս ինչ ձև է ընդհանրապես։
Ում բարոյական քարոզներ են կարդում, բաներ են անում։ Ինչ իրավունք ունեն դրանք ընդհանրապես այդ սրբությունների հետ հաղորդակցվելու։ Ինչ իրավունք ունեն այդ մարդիկ։ Ովքեր են այդ մարդիկ։